Ուշ երեկոյան ժամին, երբ Երևանի փողոցներում արդեն հանգել էր աշխույժ կյանքը, Պաշտպանության ծառայության գրանցամատյանում հայտնվեց մի անուն, որը տեսականորեն չպետք է գոյություն ունենար։ Այդ գիշերու այցելուն չկային պաշտոնական արձանագրություններ, չկար մուտքի թույլտվություն, բայց նա անցավ բոլոր դռներից, ճիշտ այնպես, ինչպես անցնում են ստուերները։ Վանո Սիրադեղյանի առանձնասենյակի խոյացող լույսը մարեց լոկ կես ժամ անց, իսկ այդ ժամանակահատվածի ընթացքում պահակները լսեցին բարձրացած ձայներ, սեղանին հարվածի հնչյուն, ապա երկարատև լռություն։ Այցելուն հեռացավ նույն անտեսանելի ճանապարհով, որով եկել էր, իսկ Վանոն մնաց մենակ, նստած իր աշխատասեղանի առջև, ձեռքերը գլխին, եւ նա այլևս երբեք չպատմեց, թե ինչ բան իմացավ այդ գիշեր։ Բայց հետագայում նրա ամենամոտ մարդիկ ասացին, որ այդ զրույցից ետո ինչ-որ բան փոխվեց նրա ներսում, ինչպես փոխուի մարդը, երբ տեսնում է իր ճակատագրի իսկական դեմքը։ Իսկ պատմությունը սկսվել էր շատ ավելի վաղ, երբ նույնիսկ չէինք կարող պատկերացնել, որ Հայաստանում տակավին կարող է հայտնվել մարդ, որը միաժամանակ կարող է լինել եւ գրող, եւ մտավորական, եւ իշխանության մեջ, հասկանալով իր շուրջը ծավալող ոչնչացման մեքենայի բոլոր բարդությունները։ Վանո Սիրադեղյանը չէր լինում սովորական քաղաքական գործիչ, որը պարզապես խաղում է իշխանության խաղը։ Նա էր այն հազուագյուտ անհատը, որը տեսնում էր ամբողջ պատկերը, կարդում էր մարդկանց ոչ թե նրանց խոսքերից, այլ նրանց լռություններից, եւ վաղուց գիտեր, որ իր ժամանակակիցները չեն կարողանա հասկանալ այն, ինչ նա տեսնում էր իրենց ճակատագրի մեջ։ Երբ նա դեռ զբաղվել է գրականությամբ, իր գործերում արդեն նշանակվել էին այն թեմաները, որոնք տասնամյակներ անց կդառնան Հայաստանի իրականությունը՝ հոգու քայքայումը, մտահոգությունները, ներքին դատարկությունը, որը ծնում է դավաճանությունը։ Նա գրեց մարդկանց մասին, ովքեր կորցնում են իրենց, երբ հասնում են իշխանությանը, եւ կարծես գիտեր, որ կգա օր, երբ իր սեփական դիմանկարը կտեսնի այդ էջերում։ Իսկ մենք, ընթերցողներս, կարդում էինք այդ տողերը եւ չէինք հասկանում, որ նա գրում է ոչ թե գեղարվեստական գործ, այլ նախազգուշացում։ Երբ Վանոն մտավ իշխանության միջավայր, շատերը կարծեցին, որ նա պարզապես որոշել է փոխել մտահորիզոնը, դարձնել իր գրականությունը իրականություն։ Բայց եղածը ցույց տվեց, որ նա մտավ մի այնպիսի աշխարհ, որտեղ չկար տեղ մտավորականների համար, չկար տեղ նրանց համար, ովքեր մտածում են երկարաժամկետ, բարդ փիլիսոփայական։ Նա տեսավ այն, ինչն իր գործերում նկարագրել էր իբրև վախի մեքենա, համակարգ, որտեղ ամեն մեկը վախենում է միմյանցից, որտեղ դավաճանությունը դարձել է ապրելու միակ ձևը, որտեղ նույնիսկ ամենամոտ բարեկամներդ կարող են քեզ վաճառել մի բաժակ թեյի համար կամ մի խոսքի համար, որը կարող է փրկել նրանց երեխաներին։ Եվ Վանոն սկսեց հասկանալ, որ իր գործերը չէին պատմում երևակայական դրոագներ։ Այդ էր իսկական իշխանությունը, այդ էր այն համակարգը, որի մասին ետոյ կպատմեն պատմագրության էջերը։ Նա սկսեց գրել օրագիր, որը երբեք չտպուեց, բայց որի էջերը հետագայում գտան մի քանի մարդիկ, եւ այդ տողերը սառեցնում էին արյունը։ Վանոն նկարագրում էր իր շրջապատը ոչ թե իբրև համախմբված թիմ, այլ իբրև անասունների խումբ, որտեղ ամեն մեկը սպասում է պահին, որ կարողանայի արձակվել մյուսի վրա, եւ նա հասկանում էր, որ այդ պահը պիտի գա շուտով։ Նա գրեց այն մասին, որ բոլորն արդեն իմանում են, թե ինչ է գալու, բայց բոլորը անում են այնպես, կարծես դեռ կարող են փրկվել, եւ այդ կեղծավորությունը էր այն, ինչը ամենաշատը սարսափեցնում էր նրան։ Նա նկատեց մի օրինաչափություն, որը չէր տեսնում ուրիշ ոչ ոք։ Ամեն անգամ, երբ նա առաջարկում էր մի բան, որը պահանջում էր երկարաժամկետ մտածողություն, նրան լսում էին ուշադրությամբ, ապա հանգստորեն անտեսում։ Ինչպես անտեսում ես յոմես երեխայի խոսքը, որը ուզում է պատմել մեծահասակների մասին։ Նա սկսեց հասկանալ, որ այս համակարգում մտավորականը չի արժևորվել։ Միակ արժևորող բանը ուժն է, եւ այդ ուժը միշտ պատկանում է նրանց, ովքեր պատրաստ են ավելի շատ արյուն թափել, ոչ թե նրանց, ովքեր կարող են ավելի խորն մտածել։ Եվ այս իմացողությունը դարձավ Վանոյի ամբուժելի ցավը։ Նա տեսնում էր, թե ինչ է եկած, տեսնում էր, թե ինչ է սպասում իր երկրին, իսկ իր ձեռքում չկար ոչ մի միջոց, որպեսզի դադարեցնի սա։ Կարող էր նա անել մի բան, թե պարզապես դատապարտված էր դառնալ վկան այն ամբողջին, որ սկսելու է շուտով։ Նա սկսեց խոսել իր մոտիկներին այն մասին, ինչ տեսնում է իր քնի մեջ։ Վանոն պատմեց, որ տեսնում է Երևանը այրուող, տեսնում է փողոցներում բռնարար մարդկանց, տեսնում է իր ընկերներին դավաճանող իրար, եւ ամենասարսափելին այն էր, որ նա տեսնում էր ում էր իրեն, միայնակ, կանգնած դատարանի պես սենյակում, երբ նրան հարցաքննում են ոչ թե յանցանքների համար, այլ մտքերի համար։ Նրա ընտանիքը լսում էր այս պատմությունները եւ փորձում էր հանգստացնել, ասելով, որ այդ ընդամենը սթրեսից ծնված ֆանտազիաներ են, բայց Վանոն ասում էր, որ սա ոչ թե ֆանտազիա է, այլ տեսիլք։ Նա ասում էր, որ գրողները տեսնում են այն, ինչ ուրիշները չեն տեսնում, քանի որ նրանք ապրում են միաժամանակ երկու իրականության մեջ, այն, որ կայ հիմա, եւ այն, որ պիտի գայ վաղը։
Վանոյի անձնական բժիշկը, որը երբեք չուզեց տալ իր անունը յետագայ հարցազրույցներում, ասաց, որ վերջին ամիսներին Սիրադեղյանը սկսել էր մերժել որևէ ախտորոշում, մերժում էր դեղեր, մերժում էր նույնիսկ պարզ բժշկական զննումները, ասելով, որ իր հիվանդությունը ոչ թե մարմնական է, այլ հոգեբանական։ Բժիշկը հիշում է մի զրոյց, երբ Վանոն ասաց. «Դուք չեք հասկանում, որ ես հիվանդանում եմ ոչ թե իմ մարմնով, այլ իմ ողջ էությամբ, քանի որ ես տեսնում եմ, թե ինչ է սպասում իմ ժողովրդին, եւ ես չեմ կարող դադարեցնել դա»։ Բժիշկը խնդրեց նրան ընդունել հանգստացնող դեղեր, բայց Վանոն պատասխանեց, որ չի ուզում հանգստանալ, քանի որ հանգստությունը նշանակում է կորցնել զգացողությունը, իսկ նա պետք է մինչև վերջ մնայ արթուն։ Այդ խոսքերը հնչեցին ինչպես մարգարեություն, որը սարսափելի կերպով իրականացավ մի քանի ամիս անց։ Ոչ մի ախտորոշման արձանագրություն չպահպանվեց պաշտոնական լրատվամիջոցներում, բայց եղան մարդիկ, ովքեր հիշում էին, որ նա պատույրել էր հատուկ դեղորայքներ, այնպիսիք, որոնք օգտագործում են խիստ անկնության համար, բայց Վանոն չէր խմում դրանք։ Նա պահում էր դեղաշշերը իր շրջանակի մեջ, ինչպես իշեցման խորհրդանիշ, եւ երբեմն ասում էր, որ այդ դեղերը հետաքրքիր են, քանի որ կարող են անջատել մարդու գիտակցությունը, բայց նա չի ուզում անջատվել, քանի որ եթե հիմա չի տեսնի իրականությունը, ապա երբեք չի գիտենայ, թե ինչ է եղել ճշմարիտ։ Այդ խոսքերը խոսում էին մարդու մասին, որը գիտակցաբար ընտրել է տառապանքը որպես իմացության գին, եւ մենք կարող ենք միայն կռահել, թե ինչ կարծիքներ էին անցնում նրա միտքով այդ անքուն գիշերներին։ Բայց ինչու նա չէր ուզում մոռանալ այն, ինչ տեսնում էր, եւ ինչու նա հավատում էր, որ նրա տառապանքը կարող է փրկել մի բան։ Իսկ այդ ամենը կատարվելու էր այն ժամանակ, երբ նա արդեն զգում էր, որ իր շուրջը նյութը սեղմում է։ Երևանում սկսեցին երևալ հրատարակություններ, որոնք քննադատում էին նրան ոչ թե իր քաղաքական որոշումների համար, այլ իր մտքերի համար։ Նրան մեղադրում էին, որ նա չափազանց շատ է մտածում, չափազանց շատ է վերլուծում, չափազանց շատ է կասկածում, եւ այդ մեղադրանքները հնչում էին ինչպես նախազգուշացում։ Վանոն սկսեց նկատել, որ նրա հեռախոսազրույցները կտրուում են անսպասելի պահերին, որ նրա նամակները չեն հասնում ստացողներին, որ նրա շուրջը թուականավոր մարդիկ, որոնք հիառաջ միշտ ողջունում էին, հիմա նայում են կողքի։ Նա սկսեց հասկանալ այն, ինչ հասկանում են բոլոր մարդիկ, երբ իշխանությունը որոշում է նրանց համակարգից հեռացնել։ Նախ քեզ դարձնում են անտեսանելի, ապա դարձնում ես թշնամի, հետո դարձնում ես յանցավոր եւ վերջում դարձնում ես անուն, որը արդեն չի կարևորում։ Նա սկսեց ստուգել իր շրջապատը, սկսեց նկատել, թե ովքեր են դադարել համբուրել նրան, ովքեր են սկսել խուսափել նրա հայացքից, ովքեր են այլևս չեն պատասխանում նրա հարցերին անմիջապես, այլ սպասում են մի քանի վայրկյան, կարծես խորհրդակցելու համար անտեսանելի խորհրդականների հետ։ Նա հիշեց իր գրականության մեջ նկարագրած այն կերպարները, որոնք դառնում էին իրենց ընկերների զոհը, եւ նա զգաց, որ հիմա ինքն է դառնում այդ կերպարներից մեկը։ Բայց ով էին այդ մարդիկ, ովքեր կամաց-կամաց հեռանում էին նրանից, եւ ինչու նրանք ընտրեցին լռությունը այն պահին, երբ Վանոն ամենից շատ կարիք ուներ ճշմարտության։ Արդյոք նրանք վախենում էին, թե պարզապես նախընտրում էին մնալ կենթամի, նույնիսկ եթե դա նշանակում էր դավաճանել ընկերոջը։ Նա գիտեր, որ մի մարդ կա, ով գիտե ամեն ինչ, ով տեսել է այն ամբողջը, ինչ տեղի է ունեցել համակարգի ներսում, ով հնարավորություն է ունեցել մոտիկից հետևել իրադարձություններին, եւ այդ մարդը այս պահին նստած է որևէ տեղ, գուցե մյուս երկրում, գուցե Երևանում, եւ նա գիտե, որ իր լռությունը արժե ոսկի։ Վանոն գիտեր, որ եթե այդ մարդը մի օր խոսի, ապա ողջ պատմությունը պիտի վերագրուի, բայց նա նաև գիտեր, որ այդ մարդը երբեք չի խոսի, քանի որ խոսելը նշանակում է կորցնել այն ամենը, ինչ նա ստացել է իր լռության համար։ Եվ այս գիտելիքը էր այն, ինչը ամենից շատ ցավեցնում էր Վանոյին, հասկանալը, որ ճշմարտությունը գնում է, եւ նրա գինը միշտ ավելի բարձր է, քան այն, ինչ պատրաստ են վճարել մարդիկ։ Բայց ով էր այդ մարդը, եւ ինչու նա ընտրեց լռությունը կյանքի վերջին տասնամյակում, երբ իմանալու հնարավորությունը դեռ կար։ Մինչև վերջին րոպեն հավատում էի, որ մենք կփրկվենք, ասում է Վանոյի նախկին խորհրդականը, որի ձեռքերը դեռևս դողում են 20 տարի անց։ Այս մարդը նստել է Երևանի արուարձաններից մեկի հանգիստ սրճարանում, որտեղ ոչ ոք չի իմանա նրա դեմքը, եւ նա խոսում է այնպես, կարծես բոլոր այս տարիները սпасել է հենց այս պահին, վերջապես ասելու ճշմարտությունը։ Նա հիշում է, թե ինչպես Վանոն կանչեց իրեն մի երեկոյ, երբ արդեն բոլորը գնացել էին տուն, եւ ասաց մի բան, որը փոխեց նրա ողջ կյանքի ընկալումը։ Նրանք եկել են ինձ համար, եւ ես գիտեմ, որ դու նույնպես գիտես դա, բայց դու չես խոսում, քանի որ վախենում ես իմ համար։ Խորհրդականը հիմա ասում է, որ այն պահին նա ուզում է ժխտել, ուզում էր ասել, որ Վանոն սխալում է, բայց չկարողացավ, քանի որ Վանոյի աչքերում տեսավ այն իմացողությունը, որը միշտ տեսնում են մարդիկ, երբ հասկանում են, որ իրենց ճակատագիրը արդեն որոշված է։
Իսկ առավել սարսափելին այն էր, որ Վանոն խնդրեց իրեն ոչ թե փախչել, ոչ թե փրկել իրեն, այլ պարզապես իշել այս ամենը, իշել թե ինչ է տեղի ունենում իշխանության ներսում, երբ հոգին դառնում է ապրանք, որը կարելի է վաճառել ամենաբարձր գնով առաջարկողին։ Խորհրդականը պատմում է, որ Վանոն վերջին շաբաթներին սկսել էր խոսել մարդկանց մասին, որոնց ինքը դպրոցից ճանաչում էր։ Մարդիկ, որոնց հետ կիսում էր հաց, մարդիկ, որոնց ծնողները համարում էին իր ընտանիքի մասը։ Նա ասում էր, որ այդ մարդիկ հիմա նստած են բարձր պաշտոնների աթոռներին եւ որոշում են նրա ճակատագիրը, եւ նրանք արդեն մոռացել են, թե ովքեր են իրականում։ Մոռացել է, որ մի ժամանակ նրանք երթուեցին՝ մի մեանց երբեք չդավեք չդավաճանել։ Վանոն հիշում էր մանրամասն այն օրերը, երբ նրանք միասին քայլում էին Երևանի փողոցներում եւ երազում էին այն ապագայի մասին, որը պիտի կառուցեին՝ արդար, բարի, մաքուր։ Նա հիշում էր, թե ինչպես նրանք բոլորը հավատում էին, որ եթե իրենք մի օր ունենան իշխանություն, նրանք երբեք չեն դառնա այնպիսիք, ինչպիսիք էին իրենց նախորդները՝ կեղծավոր, ամբարեխիղճ, դաժան։ Բայց հետո եկավ իշխանությունը, եւ այդ մարդիկ փոխվեցին ոչ թե աստիճանաբար, այլ աննկատորեն, ինչպես փոխում է մարդը, որը քնած է եւ չի տեսնում իր սեփական դիմափոխումը։ Նրանք սկսեցին ստախոսել միմեոջն առանց տեսնելու դա իբրև ստախոսություն։ Սկսեցին կրկնել այն ձևակերպումները, որոնք արդարացնում էին իրենց արարքները։ Սկսեցին անտեսել այն ազդանշանները, որոնք ցույց էին տալիս, որ նրանք հեռանում են իրենց սկզբնական արժեքներից։ Վանոն տեսնում էր դա բոլորից առաջ, քանի որ գրողը միշտ տեսնում է մարդուն ոչ թե ըստ նրա խոսքերի, այլ ըստ նրա լռության։ Եվ նա տեսնում էր, թե ինչպես նրա ընկերները լռում են այն պահերին, երբ պետք է խոսել։ Նա տեսնում էր, թե ինչպես նրանք խուսափում են նրա հայացքից, երբ նա հարցնում է անհարմար հարցեր, եւ նա հասկանում էր, որ այդ խուսափումը նշանակում է դավաճանություն, ոչ թե նրա նկատմամբ, այլ իրենց սեփական անցյալի նկատմամբ։ Բայց ինչու նրանք ընտրեցին լռությունը այն պահին, երբ խոսելը կարող էր փրկել ամեն ինչ, եւ արդյոք Վանոն իսկապես հավատում էր, որ նրանք դեռևս կարող են վերադառնալ այն, ինչ էին։ Խորհրդականը պատմում է մի դրուագ, որը փոխեց նրա ողջ ընկալումը այն ամենի մասին, ինչ տեղի էր ունենում։ Վանոն մի անգամ ցույց տուեց նրան լուսանկարների ալբոմ, հին, մաշուած, որտեղ երևում էին երիտասարդ տղաները, որոնք ժպտում էին խանդավառությամբ։ Նա մատնացույց արեց այդ դեմքերից յուրաքանչյուրին եւ ասաց նրանց անունները։ Սրանք հիմա նախարարներ են, սրանք հիմա պետական անվտանգության ղեկավարներ են, սրանք հիմա որոշում են, թե ով պետք է ապրի եւ ով պետք է մեռնի։ Պետք է մեռնի։ Հետո Վանոն փակեց ալբոմը եւ ասաց ինչ-որ բան, որը խորհրդականը երբեք չի մոռանա։ Երբ դու տեսնում ես մարդուն իբրև երեխայ, որը երազում է արդարության մասին, եւ հետո տեսնում ես նույն մարդուն իբրև չարիք, որը քանդում է այն երազանքը, դու սկսում ես հասկանալ, որ իշխանությունը ոչ թե փոխում է մարդուն, այլ բացահայտում է նրա իսկական էությունը, որը միշտ եղել է այնտեղ, բայց որը թաքնվել է համակրանքի ներքո։ Այդ խոսքերը հնչում էին ինչպես դատավճիռ, եւ խորհրդականը հասկացավ, որ Վանոն արդեն տեսել է այն ճշմարտությունը, որը մենք չենք ուզում տեսնել, որ յանցանակներին պատկանում են մարդիկ, որոնց մենք եղել ենք վստահում ամենից շատ։ Իսկ առավել սարսափելին այն էր, որ Վանոն ասում էր, որ նա չի ատում այդ մարդկանց։ Նա ասում էր, որ նա ընդհակառակը գուցե նույնիսկ սիրում է նրանց, քանի որ նա հասկանում է, թե ինչ է նրանց հասցրել դառնալ այն, ինչ դարձան։ Եվ այդ հասկացողությունն էր այն, ինչը դարձնում էր նրա ցավը ընդամենը ավելի խորը։ Նա ասում էր, որ իշխանությունը չափազանց մեծ բեռ է մարդկանց համար, ովքեր չեն պատրաստվել դրան, եւ երբ այդ բեռը գալիս է անսպասելի, այն ոչնչացնում է մարդկանց հոգին ավելի արագ, քան ծանրագույն հիվանդությունը։ Խորհրդականը լսում էր այդ խոսքերը եւ հասկանում էր, որ Վանոն խոսում է ոչ թե իբրև քաղաքական գործիչ, որը դատում է իր հակառակորդներին, այլ իբրև գրող, որը փորձում է հասկանալ մարդկային դրաման։ Եվ այդ մոտեցումն էր այն, ինչը դարձնում էր նրան չափազանց խոցելի այն համակարգում, որտեղ բոլորը միայն դատում էին, բայց ոչ ոք չէր փորձում հասկանալ։ Իսկ արդյոք հնարավոր էր փրկել մարդկանց, ովքեր դավաճանում են քեզ, եթե դու դեռևս հասկանում ես նրանց, եւ արդյոք այդ հասկացողությունը ուժ էր թե արատ։ Կար մի մարդ, որին Վանոն վստահում էր ավելի, քան ուրիշ ոմանց, մարդ, որը ծառայել էր նրա կողքին տասնամյակներ շարունակ, մարդ, որի ընտանիքը համարել է Վանոյի ընտանիքի շարունակությունը։ Այս մարդուն չենք կարողանում անել, քանի որ նա դեռ ապրում է Երևանում, եւ նրա անունը մենք կտանք հետագայ հրատարակությունում, բայց նրա դերը Վանոյի կյանքում էր այնպիսին, որ անհնար է պատմել այս պատմությունը առանց խոսելու այս մարդու մասին։ Վանոն միշտ ասում էր, որ եթե որևէ մեկին կարելի է վստահել լռու, ապա այդ մարդն է։ Հետո, երբ բոլոր իրադարձությունները տեղի ունեցան, պարզվեց, որ ճիշտ այս մարդն էր նա, ով առաջինը հեռացավ, առաջինը դադարեցրեց հեռախոսազանգերին պատասխանել,
Առաջինը վերացավ այնպես, ինչպես վերանում են ստուերները, երբ լույսը մարում է։ Ուղղակի սկզբում չկային ակնի այդ նշաններ։ Վանոն նկատեց, որ այդ մարդը սկսել է ուշ գալ հանդիպումներին, ինչը նախկինում երբեք չէր տեղի ունենում։ Նա նկատեց, որ այդ մարդը սկսել է խուսափել նրա հայացքից, երբ նրանք խոսում են կարևոր թեմաների շուրջ, եւ այդ խուսափումը խոսում էր մարդու մասին, որը ներքուստ արդեն կայացրել է որոշում, բայց դեռ չի ուզում ցույց տալ։ Վանոն սկսեց զգալ, որ երբեմն այդ մարդը լսում է ոչ թե նրան, այլ ինչ-որ մեկին, ուրիշին, ինչ-որ անտեսանելի ձայնի, որը գալիս է ուրիշ տեղից, եւ այդ ձայնը սկսել է դառնալ ավելի բարձր, քան Վանոյի խոսքը։ Նա սկսեց նկատել փոքրիկ նշաններ, որոնք կապած էին արտաքին աշխարհի հետ, նամակներ, որոնք երևում էին նրա սեղանին եւ արագ անյետացնում, հեռախոսազանգեր, որոնք ստանում էր ուշ երեկոյան եւ չէր պատասխանում Վանոյի ներկայության մեջ։ Մի օր Վանոն որոշեց անել ինչ-որ բան, որը չէր արել երբեք իր կյանքում։ Նա հետևեց այդ մարդուն։ Նա տեսավ, թե ինչպես իր վստահելի հետևորդը Վանոյի գրասենյակից դուրս գալով անմիջապես հանդիպեց մի մարդու, որը պատկանում էր հակառակ խմբավորմանը, եւ նրանք նստեցին մի սրճարանում, որտեղ երբեք չէին յայտնվել յայտնի դեմքեր։ Վանոն մնաց դրսում, հետևեց նրանց երկար աչքով, եւ նա տեսավ, թե ինչպես իր մարդը խոսում է ընդեղծված, խոսում է նայելով շուրջը, ինչպես խոսում են այն մարդիկ, ովքեր գիտեն, որ նրանց խոսակցությունը պետք է մնայի գաղտնի։ Երբ նրանք վերջացրին, Վանոյի մարդը ստացավ փաթեթ, որը դրեց իր պայուսակի մեջ եւ հեռացավ ուրիշ ուղղությամբ, քան այն, որով պետք է վերադառնար իր տուն։ Վանոն վերադարձավ իր գրասենյակ եւ նստեց մութ սենյակում, առանց լույսեր վառելու։ Նա նստեց շատ ժամեր այնտեղ, մտածելով այն ամենի մասին, ինչ տեսել էր, եւ նա չէր կարող հասկանալ, թե ինչու։ Ինչու այս մարդը, ում նա վստահել էր իր կյանքը, որոշել էր վաճառել իրեն։ Ինչով էր նա գնոել։ Ինչու նա ընտրեց մարդկանց, ում Վանոն միշտ համարել էր թշնամիներ։ Եվ ամենակարևորը, երբ սկսվեց այս ամենը, եւ արդյոք եղել են նշաններ, որոնք Վանոն չնկատեց, թե պարզապես չուզեց տեսնել, քանի որ տեսնելը նշանակում էր ընդունել, որ նա մենակ է։ Հաջորդ օրը Վանոն չխոսեց դրա մասին։ Նա շարունակեց իր սովորական աշխատանքը, շարունակեց վարել այնպես, կարծես ոչինչ չի տեղի ունեցել, եւ իր վստահելի մարդը նույնպես շարունակեց գալ, շարունակեց նստել իր տեղում, շարունակեց կատարել իր պարտականությունները։ Բայց երբեմն Վանոն նայում էր նրան եւ տեսնում էր ոչ թե մարդուն, ում ինքը ճանաչում էր տասնամյակներ, այլ օտարանց, որը կրում է ծանոթ դիմակ։ Նա տեսնում էր, թե ինչպես այդ մարդը փորձում է պահպանել իր վարքագիծը, բայց հաճախ մոռանում է փոքր մանրամասնություններ, ոնց որ ժպտալը այն պահին, երբ պետք էր լինել լուրջ, կամ լուրջ դարձնելը, երբ պետք էր ժպտալ։ Վանոն տեսնում էր, որ այդ մարդը ներսից արդեն հեռացել է նրանից, բայց դեռևս պահպանում է հեռավորությունը իբրև դիմակ, մինչև որ գա պահ, երբ կարելի է հեռանալ վերջնականապես։ Բայց երբ եկավ այդ պահը, Վանոն չզարմացավ։ Նա նստած էր իր գրասենյակում, երբ լսեց, որ այդ մարդը հեռացել է հանրության տեսադաշտից։ Թույլ է տուել հրապարակային հայտարարություն, որտեղ ասաց, որ նա չի կարող ավելի աջակցել Վանոյին, քանի որ նրա գործողությունները դարել են անընդունելի։ Վանոն կարդաց այդ հայտարարությունը եւ նկատեց, որ բառերը գրվել են ոչ թե այդ մարդու ոճով, այլ ուրիշ ոմանց ոճով։ Ուրիշ ոմանց, ով սովորական է գրել այդպիսի հայտարարություններ այն մարդկանց անունից, ովքեր դավաճանում են իրենց ղեկավարներին։ Վանոն պահեց այդ հայտարարությունը իր սեղանին եւ երբեմն նայում էր դրան ոչ թե զայրույթով, այլ տխրությամբ։ Տխրությամբ այն մարդու համար, ով կորցրել է իր ինքնությունը, դառնալով պարզապես ինչ-որ մեկի ձայնը։ Իսկ արդյոք կար նույնիսկ մի պահ, երբ կարելի էր կանխել այս դավաճանանությունը, եւ եթե Վանոն ավելի վաղ հարցներ տար, արդյոք կարող էր փրկել այն մարդուն, թե դավաճանությունը սկսվել է շատ ավելի վաղ, քան Վանոն կարծում էր։ Երևանում գոյություն ունեն վայրեր, որտեղ պատմությունը թաքնված է տալիս քարերի տակ։ Քաղաքի կենտրոնական շենքերից ոմանք կառուցվել են այնպես, որ տակում պահպանվել են հին հարկեր, որոնք չեն երևում արտաքինից, բայց որոնք գոյություն ունեն իբրև ստուերային հատուածներ պաշտոնական կառույցների ներսում։ Վանոյի գրասենյակը գտնում էր մի այնպիսի շենքում, որի կառուցվածքը պահպանում էր առեղծվածներ։ Տակում կային ճանապարհներ, որոնք տանում էին այլ շենքերի ենթահարկեր, կային սենյակներ, որոնց գոյությունը ոչ մի պաշտոնական գծագրի մեջ չկար նշված, կային մուտքեր, որոնք թույլ էին տալիս անձանց մտնել եւ դուրս գալ առանց գրանցվելու որևէ հսկիչ կետում։ Վանոն գիտեր այս ճանապարհների մասին։ Նա ինքն է վերահսկել դրանց կառուցումը երկար տարիներ առաջ, երբ պետական անվտանգությունը պահանջում էր ունենալ գաղտնի ելքեր փրկության համար, եթե անհրաժեշտություն լիներ։ Նա պահեց այդ ճանապարհների գծագրերը իր անձնական պահարանում, եւ միայն 3 մարդ գիտեին դրանց գոյության մասին։ Վանոն, նրա անվտանգության պետը եւ այն ճարտարապետը, ով նախագծել էր դրանք։
Բայց վերջին շաբաթներին Վանոն սկսեց նկատել, որ այդ ճանապարհները գործածվել են յաճախ, եւ այդ գործածումը տեղի է ունեցել առանց իր տույալ թույլտվության։ Նա գտավ հետքեր մուտքերի մոտակայքում, կոշիկների հետքեր, որոնք տարբերում էին իր անձնակազմի կոշիկներից։ Գտավ ծխախոտի բուրդներ, որոնք ցույց էին տալիս, որ այնտեղ մարդիկ սպասել են երկար ժամեր։ Մի երեկոյ Վանոն որոշեց իջնել այնտեղ մենակ։ Նա վերցրեց լապտեր եւ գնաց ցած, դեպի ստուերային հարկերը, որոնք հիշեցնում էին ճանապարհներ դեպի անորոշ անցյալ։ Նա քայլում էր երկար միջանցքներով, որտեղ պատերը ծածկված էին խոնավությամբ, եւ հատակը յաճախ ընդլայնում էր դեպի փոքրիկ սենյակներ, որտեղ նախկինում պահում էին փաստաթղթեր կամ զենք։ Նա ստուգեց բոլոր մուտքերը եւ գտավ, որ դռներից մեկը, որը պետք է երկաթե փակում ունենար, բաց էր։ Նա մտավ այդ մուտքով եւ հայտնվեց մի սենյակում, որտեղ կար սեղան, աթոռներ եւ պատի վրա քարտեզ։ Վանոն մոտեցավ քարտեզին եւ տեսավ, որ այն ցույց էր տալիս ոչ թե Երևանի ստուերային ճանապարհները, այլ ուրիշ շենքերի գաղտնի ճանապարհները, եւ այդ քարտեզի վրա նշված էին ամեն մուտքերը, ամեն փրկության ճանապարհները, ամեն ելքերը։ Նա հասկացավ, որ այստեղը օգտագործվել է այն մարդկանց կողմից, ովքեր նախագծում էին ինչ-որ բան մեծ, եւ այդ ինչ-որ բանը կապված էր նրա ճակատագրի հետ։ Սեղանի վրա կար մի տետր, որը թողել էին բաց։ Վանոն այն կարդաց եւ տեսավ, որ այդ տետրում նշագրվել են նրա տեղաշարժերը, նշագրվել են նրա հանդիպումները, նշագրվել են նրա ամենօրյա սովորությունները, ժամը, երբ նա ժամանում է գրասենյակ, ճանապարհները, որոնք ընտրում է, մարդիկ, ում հետ խոսում է։ Ամեն ինչ գրված էր մանրամասն, ամեն ինչ ուսումնասիրված էր խնամքով, ամեն ինչ պատրաստվել էր համար մի պահի, երբ այդ ամեն տեղեկատվությունը կարող էր դառնալ սպանդանոցի ճանապարհ։ Վանոն կարդաց այդ տողերը եւ հասկացավ, որ վերջին շաբաթները նա ապրել է ոչ թե իր կյանքը, այլ մի խաղի մեջ, որտեղ յուրաքանչյուր նրա քայլ արդեն իմացվել է մեկ այլ անձի կողմից։ Նա հասկացավ, որ այն մարդիկը, ում նա վստահում էր, արդեն դավաճանել են նրան ոչ թե անսպասելիորեն, այլ նախապատրաստված, երկար պլանավորված գործողությամբ։ Վանոն անջատեց լապտերը եւ նստեց մութ սենյակում, լսելով իր սրտի զարկերը, որոնք հնչում էին անորեն բարձր այն լռության մեջ։ Նա գիտեր հիմա, որ նրա փրկության հնարավորությունը չկար, քանի որ ովքեր պիտի փրկեին իրեն, արդեն դարձել էին նրանք, ովքեր պիտի ավարտեին իր պատմությունը։ Նա գիտեր, որ այդ ստուերային ճանապարհները, որոնք նախագծվել էին նրա անվտանգության համար, հիմա դարձել են ճանապարհներ, որոնք կբերեին մարդկանց, ովքեր պիտի հանեին իրեն այս աշխարհից։ Եվ ամենավստահելին այն էր, որ Վանոն զգում էր ոչ թե զայրույթ, ոչ թե վախ, այլ տարօրինակ հանգստություն։ Հանգստություն այն մարդու, ով վերջապես հասկացել է, որ պայքարը վերջացել է, եւ որ իր դերը այս դրամայում էր ոչ թե ընտրվել իր կողմից, այլ գրվել ուրիշների կողմից ամսեր առաջ։ 2005 թվականին գոյություն ուներ խումբ, որի մասին պաշտոնական լեռնուներիք ոչան լեռնուներիք ոչինչ չգիտեին։ 12 հոգի, որոնք տեսնում էին Վանոյի բոլոր գաղտնիքները, նրա բժշկական զեկույցները, նրա փախուստի պլանները, նրա մտքերը, որոնք նա գրում էր օրագրում գիշերվա 3 ժամին։ Յուրաքանչյուր անձ ուներ հատուկ մատչում տարբեր սեկտորների։ Մեկը պատասխանատու էր նրա առողջության գաղտնիքների համար, մեկը վերահսկում էր անվտանգության բոլոր ծրագրերը, մեկը գիտեր մտիկ մինչև ամենափոքր ճանապարհը Երևանի տակ։ Սրանք չէին սովորական անձնակազմի անդամներ։ Սրանք էին անուններ, որոնք Վանոն ընտրել էր տարիներ առաջ, մարդիկ, որոնց նա վստահել էր իր կյանքը։ Բայց երբ իշխանության սեղանը սկսեց կիսվել նոր գործակիցների հետ, երբ դավադրությունների հորձը թանձրացավ այնպես, որ արդեն անհնար էր շնչել, այդ 12-ն արդյոք պիտի մնային հավատարիմ, թե պիտի ընտրեին ապրելիությունը։ Ետագայում ցույց տուավ, որ նրանցից յուրաքանչյուրը կատարեց ընտրություն, եւ այդ ընտրությունները փոխեցին Հայաստանի պատմությունը։ Նախ մարդը, ով պատասխանատու էր անվտանգության համար։ Նա սկսեց նկատել, որ Վանոյի շրջանում փոփոխություններ են տեղի ունենում, խոսակցություններ, որոնք չեն գրանցվել, հանդիպումներ, որոնց մասին չգիտեր նույնիսկ ուղեկից անձնակազմը։ Նա 2 անգամ ձգտեց զգուշացնել Վանոյին, բայց 2 անգամ էլ նրան ասոց, որ այս ոչ նրա գործն է։ Ապա եկավ օր, երբ այդ մարդուն կանչեցին առանձին սենյակ, որտեղ նստած էին 3 անծանոթ անձ, որոնց դեմքերը նա չէր տեսել իր կարիերայի ընթացքում։ Նրանք առաջարկեցին մի ընտրություն՝ շարունակել ծառայել Վանոյին եւ կորցնել ամեն ինչ, կամ համագործակցել եւ ապահովել իր ընտանիքի ապագան։ Նա խնդրեց մի գիշեր մտածելու համար։ Գիշերը նա չքնեց։ Նա նստած էր իր տան պատուհանի մոտ, նայում էր Երևանի լույսերին եւ մտածում էր այն մարդու մասին, ում ծառայել էր 15 տարի, մարդու, ով միշտ պաշտպանել է նրան, ով վստահել է նրան։ Բայց ապա նա մտածեց իր տղայի մասին, ով սովորում էր համալսարանում։ Մտածեց իր կնոջ մասին, ով միշտ սպասում էր նրան տանը խոհանոցի սեղանի մոտ։ Եվ նա հասկացավ, որ Վանոն չի կարող փրկել իրեն,
քանի որ Վանոն ինքն ընկած է այն փոսում, որտեղից փրկություն չկա։ Առավոտյան նա վերադարձավ եւ տուավ իր համաձայնությունը։ Բժիշկը, ով գիտեր Վանոյի բոլոր հիվանդությունները, նույնպես դիմեց նմանատիպ ճնշման։ Նրան ասում է, որ եթե նա շարունակի բուժել Վանոյին առանց զեկուցելու համակարգին, ապա նրա բժշկական լիցենզիան պիտի չեղարկուի եւ ավելին, կարող են հայտնել մեղադրանքներ անբարոյական բժշկական գործունեության համար։ Նա միաժամանակ հասկանում էր, որ Վանոյի ախտորոշումները այնքան զգայուն էին, որ եթե դրանք պարզուեին, ողջ ծավալի փուլը կտապալու էր։ Նա կանգնած էր ընտրության առջև, Հիպոկրատյան երդումը, թե իր սեփական ապագան, եւ նա ընտրեց լռությունը։ Նա այլևս չի գրանցում զեկույցներ, նա այլևս չի պահանջում անուշադրության ստուգումներ։ Նա ընդունում էր Վանոյի անքնությունը իբրև սովորական, թույլ տուավ, որ մարմինը քայքայուի։ Ճարտարապետը, ով նախագծել էր ստուերային ճանապարհները, նույնպես ստացավ այցելություն։ Նրան ասուեց, որ դրանց գծագրերը անհրաժեշտ են պետական անվտանգության համար, եւ նա պետք է տրամադրի դրանք։ Նա հրաժարվեց։ Մի շաբաթ անց նրա ընտանիքի բիզնեսը ստանավ հարկային ստուգում, որը հայտնաբերեց խախտումներ, որոնք եղել էին 2 տարի առաջ, բայց որոնք երբեք չէին ստուգվել։ Նրան ասուեց, որ եթե նա համագործակցի, խախտումները կմոռացվեն։ Ետո նա տուավ գծագրերը։ 12-ն էլ երկար դիմադրեցին, բայց բոլորն էլ վերջում ընկան։ Իրաքանչյուրի համար գտնոեց իր արատները, իրաքանչյուրի համար գտնոեց իր թուլությունը, եւ այդ թուլությունը դարձավ բանալին, որով բացուեց հավատարմության դուռը։ Եվ Վանոն տեսնում էր սա։ Նա տեսնում էր, թե ինչպես նրա շուրջը աստիճանաբար փոխանում են հայացքները, ինչպես լռությունները երկարում են, ինչպես պատասխանները դառնում են աննշան։ Նա հասկանում էր, որ 12-ը, որոնց միայն նա վստահել էր ամբողջ իշխանությունը, արդեն չեն պատկանում նրան։ Նա կանչեց նրանց բոլորին մի հանդիպման։ Նրանք նստեցին իր առջև, եւ նա նայեց նրանց դեմքերին, դեմքերի, որոնք այլևս խուսափում էին նրա հայացքից։ Վանոն ասաց. «Ես գիտեմ, որ դուք բոլորդ արդեն որոշել եք, եւ ես ձեզ չեմ դատում, քանի որ ես հասկանում եմ, որ այս համակարգը դարձել է այնպիսի, որ ոչ մի մարդ չի կարող պահպանել իր հավատարմությունը առանց կորցնելու իր կյանքը»։ Նրանք լռեցին։ Եվ այդ լռությունը եղավ վերջին հաստատումը, որ Վանոն մենակ էր։ Արդյոք կար նույնիսկ մի պահ, երբ այդ 12-ը կարող էին դիմակայել, թե համակարգը արդեն այնպիսի էր, որ հավատարմությունը դարձել էր իբրև ինքնասպանություն։ Վանո Սիրադեղյանը երիտասարդ տարիներին եղել էր գրող, ով նստում էր Երևանի սրճարաններում եւ գրում էր պոեզիայի տողեր մարդկային հոգու մասին։ Նա 23 տարեկանում, երբ նստած էր այդ սրճարանում եւ գրում էր իր առաջին վիպակը, 25-ում նա դարձավ ճանաչված, 38-ում նա մտավ իշխանության մեջ։ Իսկ 62-ում, երբ նրա կյանքը մոտենում էր իր ավարտին, նա նայում էր հայելու մեջ եւ տեսնում էր ոչ թե այն երիտասարդ երազյալին, որը ուզում էր փոխել աշխարհը, այլ մարդու, ով կորցրել էր իր իսկ ինքնությունը։ Նրա դեմքը ծերացել էր 25 տարի ընդամենը մի ժամանակահատվածի մեջ։ Նրա մազերը, որոնք մի ժամանակ եղել են սև եւ շոգ, այժմ լիովին ճերմակացել էին, բայց ոչ թե տարիքի բնական հետևանքով, այլ այնպես, ինչպես ճերմականում են մարդիկ, երբ անդադար ապրում են սթրեսի տակ։ Նրա դեմքը ծածկված էր խոր կծկումներով, որոնք կծուել էին ոչ թե ժամանակի, այլ անքնության կողմից։ Նրա ականները խորացել էին։ Ականների շուրջ սև շրջանակները խոսում էին միշտ զարթոն, միշտ կասկածված, միշտ սպասող մարդու մասին։ Նրա քայլվածքը փոխվել էր։ Նա այլևս չէր քայլում այն արագությամբ, որով քայլում էին երիտասարդ քաղաքական գործիչները, այլ որպեսի ծանր ծանրությամբ, կարծես յուրաքանչյուր քայլը պահանջում էր ուժի պաշարներ։ Նրա ձեռքերը ձողում էին, երբ նա փորձում էր գրել, եւ նրա ձայնը, որ մի ժամանակ հնչում էր բարձր եւ համոզիչ, այժմ դարձել էր խնդալից, անորոշ։ Բժիշկները, ովքեր դեռ համարձակում էին զննել նրան, ասում էին, որ Վանոյի մարմինը ցույց է տալիս երկարատև սթրեսի բոլոր ազդանշանները՝ բարձր արյունային ճնշում, սրտի անկանոն զարկեր, քնի բացակայություն, որը դարձել էր քրոնիկական։ Բայց ամենասարսափելին այն էր, որ Վանոն մերժում էր բուժում։ Նա ասում էր, որ դեղերը կայլացնեն նրա միտքը, եւ եթե նա հիմա կորցնի իր սրածայրությունը, նա կորցնի այն միակ բանը, որը դեռ նրան պահում է կենդանի։ Նա ուզում էր մնալ արթուն, մնալ զգոն, մնալ տեսնելով, թե ինչ է տեղի ունենում իր շուրջը, քանի որ հասկանում էր, որ միայն լիովին գիտակցելով կարող է տեսնել, թե ումից է գալիս հարվածը։ Բայց իշխանությունը այնքան անողորմ էր, որ նույնիսկ այդ սթափությունը չօգնեց նրան։ Իշխանությունը դարձել էր խաղ, որտեղ ոչ մի անձ չէր կարող հաղթել առանց դավաճանելու բոլորին, եւ Վանոն, որը փորձում էր պահպանել հավատարմություն, գոնե իր ինքնության նկատմամբ, արդեն իսկ դատապարտված էր։ Նրա մարմինն աճուրդով քայքայում էր,
Նրա հոգին ցավում էր, եւ նրա միակ մխիթարությունը մնում էր այն, որ նա գիտեր, ով է իսկապես։ Մինչև սեղանը Վանոյի գրասենյակում գտնում էր փոքրիկ տուփ, որտեղ նա պահում էր իր անձնական փաստաթղթերը։ Այն իրողություն, որ այդ տուփը երբեք չփակուեց ճիշտ, փաստության մասին կարող է ասել շատ բան։ Վանոն սովորել էր ապրել այն գիտակցությամբ, որ իր բոլոր գաղտնիքները կարող են մի օր պարզվել, եւ այդ գիտակցության մեջ նա փորձում էր հստակ դարձնել, թե ինչի համար ուզում է մնալ իշխեցված։ Այդ տուփում գակային ոչ թե քաղաքական փաստաթղթեր, այլ նամակներ իր ընտանիքի անդամներին։ Նամակներ, որոնք գրուել էին այն գիշերումներին, երբ նա համոզված էր, որ պետք է մինչև լուսաբաց մեռնի։ Նամակները պահպանվել են, եւ նրանցից մեկում գրված է. «Եթե դուք կարդում եք սա, ապա ես արդեն չկամ, եւ ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ ես երբեք չեմ դավաճանել այն արժեքներին, որոնք ուսուցանուեցին ինձ իբրև երեխայի։ Ես փորձեցի փրկել մի բան այս համակարգում, բայց համակարգը այնպիսի էր, որ փրկությունը հնարավոր չէր առանց դառնալու նույն չարիքը, որին դեմ էի պայքարում։ Այդ տողերը ցույց են տալիս մարդու, որը մինչև վերջ մնաց գիտակից, եւ որը գիտեր, որ իր ապրելը ուներ մի իմաստ, նույնիսկ եթե այդ իմաստը հասկացվելու է միայն յետագայում։ Բայց ամենախորը գաղտնիքը, որը պահոեց այդ տուփում, եղավ ցանկ։ Ցանկ անուններից, որոնք Վանոն անձամբ գրել է ուշ գիշերով, երբ նա գիտեր, որ անվտանգության ծառայությունները չեն գրանցում նրա գրելու ամեն մանրամասնությունը։ Այդ ցանկում եղել են 17 անուններ, անուններ մարդկանց, ովքեր Վանոն համարում էր պատասխանատու իր քայքայման համար։ Այդ ցանկը չպահպանվեց պաշտոնական արխիներում, բայց կային մարդիկ, ովքեր տեսել են այն, եւ նրանք հիշում են անունները, եւ նրանք գիտեն, որ Վանոն մինչև վերջ հասկանում էր, թե ովքեր էին իսկական դավաճանները։ Եվ այսպես Վանոն վերադարձնում էր ամեն գիշեր դեպի իր առանձնասենյակը, նստում էր իր աշխատասեղանի առջև եւ գիտեր, որ հաջորդ օրը մի նոր դավաճանություն պիտի հայտնուեր, մի նոր անուն պիտի ավելանար այդ ցանկին, եւ նա չէր կարողանել ոչինչ կանխելու համար։ Արդյոք այս գիտելիքը էր այն, որ սպանեց նրան վախ, թե նա ընտրեց մեռնել, քանի որ չէր ուզում տեսնել, թե ինչ պիտի լինի վերջում։ Երբ մարդ մեռնում է, նրա գուցեքը բաժանում է նրանց միջև, ովքեր մնում են։ Բայց ինչ պիտի լինի, երբ այդ մարդն ուներ ոչ թե գույք, այլ իշխանություն, ոչ թե գումար, այլ տեղեկատվություն, ոչ թե ակտիվներ, այլ փոխկապվածություններ։ Երբ Վանո Սիրադեղյանը հեռացավ քաղաքական տեսադաշտից, մի մարդ ստացավ ամբողջը։ Այս մարդը չէր եղել նրա բարեկամը, չէր եղել նրա ուղեկիցը, բայց եղել էր այն անձը, ով բոլորից լավագույն գիտեր, թե ինչպես օգտագործել այլ անձի անկումը իբրև պահարանի բացման բանալի։ Փաստորեն, որ այս մարդուն միանգամից թուղթուն ենթակայեցին Վանոյի բոլոր միացումները։ Նրա հիմնական խորհրդականները, որոնք մի ժամանակ երդվել էին Վանոյին, առանց վարանելու անցան նոր տիրոջ։ Անվտանգության ծառայությունները, որոնք վերահսկում էին Վանոյի տեղաշարժերը, իրենց հաշուետները տրամադրեցին նոր սեփականատիրոջը։ Ֆինանսական հոսքերը, որոնք մի ժամանակ անցնում էին Վանոյի վերահսկողությամբ, հիմա ուղղեցին դեպի այլ հաշուեներ։ Եվ ամենակարևորը, քաղաքական դաշնությունները, որոնք կառուցել էր Վանոն տարիներ շարունակ, մի գիշերում փոխեցին իրենց հավատարմությունը։ Այս մարդն աշխատեց բացառիկ խելացիորեն։ Նա երբեք չհռչակեց բաց, որ նա Վանոյի կալուածները վերցնում է։ Ընդհակառակը, նա հանդիսավոր յայտարարեց, որ Վանոյի ժառանգությունը պետք է պաշտպանուի, որ Վանոյի տեսլականը պետք է շարունակուի։ Նա խոսեց ողբերգության մասին, խոսեց կորստի մասին, խոսեց համերաշխության մասին։ Բայց թակի ետևում նա մնում էր մի մարդ, որը գիտեր, որ իշխանությունը երբեք չի շահում բարոյականությամբ, այլ միայն արագությամբ, որով մարդ կարող է զբաղեցնել դատարկ տեղը։ Եվ նա զբաղեցրեց այդ տեղը մի գիշերու մեջ։ Բայց ինչու նա։ Ինչու ճիշտ այս անձը դարձավ այն մարդը, ով ստացավ ամբողջը, եւ ով էր նա իրականում։ Այս հարցը չի կարող մնալ անպատասխան, քանի որ այս մարդն այժմ սեփական է մի այնպիսի դիրքով, որը նրան դարձնում է անքննելի։ Նրա անունը չենք կարող իշատակել, քանի որ նա դեռ ապրում է, նրա դիրքերը ներկայացնում են ազդեցություն։ Բայց մենք կարող ենք նայել փաստեր։ 2005 թվականի դեկտեմբերի 22-ին, երբ Երևանը արդեն պատրաստվում էր նոր տարվան տոներին, Վանո Սիրադեղյանը արթնացավ առավոտյան 6-ին։ Նա արթնացավ ոչ թե զարթուցչից, այլ այն զգացողությունից, որը միշտ արթնացնում է մարդկանց, երբ նրանք գիտեն, որ մի բան սխալ է։ Նա նստեց իր անկողնում, նայեց պատուհանից դուրս դեպի մութ Երևանը, որը դեռ քնած էր, եւ հասկացավ, որ այսօրը կլինի այն օրը, երբ ամեն ինչ կփոխվի։ Նա չխոսեց իր ընտանիքի հետ։ Նա չէր ուզում նրանց սարսափեցնել այն գիտելիքով, որը կրում էր իր ներսում։
Նա լուր հագնվեց, լուր ելավ տնից, լուր նստեց մեքենայի մեջ, որը սպասում էր նրան։ Վարորդը, ով ծառայել է նրան 10 տարի, նկատեց, որ Վանոն այսօր տարբերվում էր։ Նա նայում էր պատուհանից դուրս այնպես, կարծես վերջին անգամ է տեսնում այս փողոցները, այս շենքերը, այս քաղաքը։ Նա նայում էր մարդկանց, ովքեր դեռ չգիտեին, որ նրանց պատմությունը կարող է փոխվել մի օրում։ Գրասենյակում նա արեց մի բան անսովոր։ Նա կանչեց իր քարտուղարուհուն եւ ասաց, որ այսօր նա չի ուզում ընդունել այցելություններ։ Բացառությամբ եզակի անձանց, որոնց ցանկը նա գրեց ձեռքով մի թղթի վրա։ Այդ ցանկում եղան 6 անուն, 6 մարդ, որոնց Վանոն ուզում էր տեսնել վերջին անգամ։ Նրանցից ոմանք եկան, ոմանք ոչ։ Նրանք, ովքեր եկան, հետո ասացին, որ Վանոն խոսեց նրանցից հետ այնպես, կարծես հրաժեշտ էր տալիս։ Նա խոսեց անցյալի մասին, նա խոսեց երազանքների մասին, որոնք չիրականացան։ Նա խոսեց այն մասին, թե ինչպես է իշխանությունը փոխում մարդկանց։ Նա խոսեց, բայց նա երբեք չասաց, որ վախենում է։ Ուշ ցերեկից Վանոն սկսեց դասավորել իր փաստաթղթերը։ Նա վերցրեց բոլոր անձնական նամակները, բոլոր օրագրի էջերը, բոլոր ցանկերը, որոնք պահել էր գաղտնի տարիներ շարունակ, եւ դրեց մի փոքրիկ տուփի մեջ։ Նա փակեց այդ տուփը եւ գրեց նրա վրա. «Բացել միայն իմ ընտանիքի կողմից»։ Հետո նա տվեց այդ տուփը իր քարտուղարուհուն եւ ասաց, որ եթե նրա հետ մի բան պատահի, այդ տուփը պետք է հասնի նրա կնոջը։ Քարտուղարուհին վերցրեց տուփը դողացող ձեռքերով, քանի որ նա հասկացավ, որ Վանոն խոսում է այնպես, կարծես գիտի մի բան, որ նա չի կարող ասել բարձրաձայն։ Երեկոյան Վանոն նստեց իր աշխատասեղանի առջև եւ գրեց վերջին նամակը։ Այդ նամակը երբեք չտպվեց, բայց մարդիկ, ովքեր տեսան այն, ասացին, որ դա եղավ ամենազգայուն տեքստը, որը Վանոն երբևէ գրել էր։ Նա գրեց իր ընտանիքին, գրեց իր երեխաներին, գրեց իր ընկերներին եւ նա գրեց բառեր, որոնք հնչում էին ինչպես վերջին խոստովանություն։ Նա գրեց, որ չի զղջում իր ընտրած ճանապարհի համար, բայց գիտի, որ այդ ճանապարհը հասցրեց նրան դեպի վերջ, որը նա չէր կարող կանխել։ Նա գրեց, որ սիրում է նրանց բոլորին եւ երբեք չի մոռանա այն օրերը, երբ նրանք միասին էին։ Նա գրեց եւ արցունքները ընկան թղթի վրա, բայց նա շարունակեց գրել, քանի որ գիտեր, որ սա վերջին հնարավորությունն է ասել ճշմարտությունը։ Գիշերը Վանոն մնաց գրասենյակում մենակ։ Պահակները, ովքեր վերահսկում էին շենքը, հետո ասացին, որ նրանք տեսան լույսը, որը վառվում էր նրա սենյակում մինչև առավոտյան 3-ը։ Նրանք չգիտեին, թե ինչ է անում Վանոն այդ ժամերին, բայց հետագայում ենթադրեցին, որ նա պարզապես նստած էր եւ մտածում էր։ Մտածում էր իր կյանքի մասին, մտածում էր իր ընտրությունների մասին, մտածում էր այն մարդկանց մասին, ովքեր դավաճանեցին նրան։ Մտածում էր, եւ գուցե նա փորձում էր գտնել պատասխան այն հարցին, որը տանջում էր նրան ամբողջ կյանքը։ Արդյոք կար նշանակություն իր ընտրած ճանապարհին, թե ամեն ինչ եղավ զուր։ Բայց այդ գիշերը չթողեց պատասխան, միայն լռություն, որը լցվում էր վախով, որը գալիս էր դեպի նրան ինչպես անխուսափելի ալիք։ Մենք երբեք չենք իմանայի, թե ով եղավ այն մարդը, որը վերջին հարվածը հասցրեց Վանո Սիրադեղյանին։ Մենք կարող ենք միայն վերակառուցել այն, ինչ տեղի ունեցավ, հիմնվելով վկայությունների վրա, որոնք հավաքվեցին տարիներ անց։ Բայց մի բան հստակ է, այդ մարդը չեղավ անծանոթ։ Այդ մարդը եղավ ինչ-որ մեկը, ում Վանոն վստահում էր, ինչ-որ մեկը, ով գիտեր նրա բոլոր թույլ կողմերը, ինչ-որ մեկը, ով գիտեր, թե երբ եւ ինչպես հարվածել, որպեսզի այդ հարվածը լինի անդառնալի։ Վանոն վերջին օրերին խոսում էր մի մարդու մասին, ում անունը նա երբեք չասաց բարձրաձայն։ Նա ասում էր, որ այդ մարդը պատկանում է խմբի, որը որոշել է հեռացնել նրան իշխանությունից։ Նա ասում էր, որ այդ մարդը շատ խելացի է, շատ համբերատար է եւ շատ վտանգավոր է։ Նա ասում էր, որ այդ մարդը սպասում է ճիշտ պահին, եւ երբ այդ պահը գա, նա կգործի այնպես արագ, որ ոչ ոք չի կարողանա կանխել։ Վանոն խոսում էր, բայց նա երբեք չփորձեց պաշտպանվել, քանի որ գիտեր, որ պաշտպանությունը նշանակում է ընդունել, որ դու արդեն մեծ վտանգի մեջ ես, եւ Վանոն չէր ուզում ցույց տալ իր վախը։ Բայց մի բան կար, որը Վանոն գիտեր, եւ որը մենք այժմ գիտենք։ Այդ մարդը գործեց ոչ թե մենակ, այլ համակարգի հետ։ Նա ուներ աջակցություն այն մարդկանցից, ովքեր նստում էին ամենաբարձր աթոռներում, ովքեր վերահսկում էին անվտանգության ծառայությունները, ովքեր որոշում էին, թե ով կապրի եւ ով կհեռանա։ Այդ մարդը եղավ գործիք, բայց գործիք, որը գիտեր ճիշտ ինչ անել։ Նա շփվեց Վանոյի հետ, նա խոսեց նրա հետ, նա ժպտաց նրան, եւ բոլոր այդ ժամանակ նա նախապատրաստում էր վերջնական գործողությունը։ Նա հավաքեց ամեն անհրաժեշտ տեղեկատվությունը, Վանոյի տեղաշարժերը, նրա սովորությունները, նրա թույլ պահերը։ Նա ուսումնասիրեց բոլոր ճանապարհները, բոլոր մուտքերը, բոլոր հնարավորությունները։
Երբ եկավ վերջնական պահը, այդ մարդը գործեց ճշգրիտ։ Նա չթողեց որևէ հետք, չթողեց որևէ վկայություն, չթողեց որևէ ապացույց։ Նա արեց այն, ինչ պետք էր անել, եւ հեռացավ այնպես, ինչպես ստվերները հեռանում են առավոտյան։ Վանոն մնաց մենակ, եւ նրա վերջին խոսքերը, որոնք լսեցին նրա մոտակա մարդիկ, եղան. «Ես գիտեի, որ դա կգա, բայց չէի մտածում, որ կլինի այսպես»։ Այդ խոսքերը խոսում են մարդու մասին, որը հասկացավ իր ճակատագիրը, բայց մինչև վերջ հույս ուներ, որ կարող է փախչել դրանից։ Յետագայում, երբ քննչական մարմինները փորձեցին վերականգնել այն, ինչ տեղի ունեցավ, դրանք գտան շատ անհետևողականություններ։ Նրանք գտան վկայություններ, որոնք հակասում էին միմյանց, գտան փաստաթղթեր, որոնք անհայտացել էին մի գիշերում, գտան մարդկանց, ովքեր հանկարծ մոռացել էին, թե ինչ էին տեսել։ Նրանք հասկացան, որ քանի դեռ Վանոյի մահը պաշտոնապես հայտարարվում էր որպես աղետ, իրականում տեղի ունեցավ ինչ-որ բան շատ ավելի բարդ, ինչ-որ բան, որը ներառում էր նախապատրաստում, համակարգում եւ գործադրում։ Նրանք հասկացան, որ Վանոն դարձավ զոհ ոչ թե իր սխալների, այլ իր իմացության։ Նա գիտեր չափազանց շատ, նա հասկանում էր չափազանց խորը, նա տեսնում էր այն, ինչ ուրիշները չէին ուզում տեսնել, եւ այդ գիտելիքը դարձավ նրա դատավճիռը։ Բայց ով էր այդ մարդը, ով հասցրեց վերջին հարվածը, եւ արդյոք նա զղջում է այն, ինչ արեց։ Արդյոք նա գիշերները արթնանում է տեսնելով Վանոյի դեմքը, թե նա հանգիստ քնում է գիտակցելով, որ կատարեց իր առաքելությունը։ Արդյոք նա մտածում է երբևէ, որ կարող էր անել այլ ընտրություն, թե նա համոզված է, որ այդ ընտրությունը եղավ միակ ճիշտը։ Այս հարցերը մնում են առանց պատասխանի, քանի որ այդ մարդը այժմ ապրում է իր նոր կյանքում, հեռու Վանոյի հիշողություններից, հեռու այն ստվերներից, որոնք հետապնդում են դավաճաններին։ 2005 թվականից հետո Հայաստանում տեղի ունեցավ մի փոփոխություն, որը երբեք չվելուծվեց հրապարակայնորեն։ Իշխանությունը, որը մինչ այդ բաժանված էր տարբեր խմբերի միջև, հանկարծ կենտրոնացավ մի փոքր շրջանակի ձեռքում։ Ֆինանսական հոսքերը, որոնք մինչ այդ անցնում էին բազմաթիվ ուղիներով, այժմ հոսում էին դեպի մի ուղղություն։ Քաղաքական որոշումները, որոնք մինչ այդ կայացվում էին բանակցությունների միջոցով, այժմ կայացվում էին հրամանների միջոցով։ Եվ ամենակարևորը, մարդիկ, ովքեր մինչ այդ խոսում էին ազատորեն, այժմ սկսեցին լռել։ Վանո Սիրադեղյանի անհետացումից հետո մի մարդ ստացավ այն ամենը, ինչ Վանոն ուներ։ Այդ մարդը չասաց երբեք բարձրաձայն, որ նա վերցրեց Վանոյի կալվածները, բայց բոլորը գիտեին։ Նա չխոսեց երբեք դավաճանության մասին, բայց նրա գործողությունները ցույց տվեցին, որ նա ճիշտ գիտեր, թե երբ եւ ինչպես գործել։ Նա սպասեց պահին, երբ Վանոն այլևս չէր կարող դիմադրել, եւ այդ պահին նա տիրացավ ամեն ինչին՝ կապերին, ֆինանսներին, աջակիցներին։ Նա տիրացավ այնպես արագ, որ ոչ ոք չկարողացավ հասկանալ, թե ինչպես է դա տեղի ունեցել։ Բայց ով էր այդ մարդը, եւ ինչու հենց նա։ Ինչու նա դարձավ այն անձը, ով ժառանգեց Վանոյի իշխանությունը, եւ ինչու համակարգը թույլ տվեց նրան վերցնել այն ամենը առանց դիմադրության։ Պատասխանը գտնվում է ոչ թե նրա հմտություններում, ոչ թե նրա խելքում, այլ նրա կապերում։ Այդ մարդը ուներ աջակցություն այն ուժերից, որոնք վերահսկում էին ամեն ինչ։ Նա ուներ համաձայնություն այն մարդկանցից, ովքեր որոշում էին, թե ով կարող է բարձրանալ եւ ով պետք է ընկնի։ Նա ուներ երաշխիք, որ եթե նա վերցնի Վանոյի տեղը, նա չի հանդիպի նույն ճակատագրին։ Եվ այդ երաշխիքը եղավ նրա ուժը։ Հիմա, երբ անցել է ավելի քան 20 տարի, մենք կարող ենք հետևել այն ճանապարհին, որը կառուցեց այդ մարդը։ Մենք կարող ենք տեսնել, թե ինչպես նա ամրապնդեց իր դիրքերը, ինչպես նա ընդլայնեց իր ազդեցությունը, ինչպես նա դարձավ ամենահզոր կերպարներից մեկը Հայաստանի քաղաքական տեսարանում։ Մենք կարող ենք տեսնել, թե ինչպես նրա ընտանիքը հարստացավ, ինչպես նրա բիզնեսները ընդլայնվեցին, ինչպես նրա անունը դարձավ մի անուն, որին բոլորը վախենում էին հակասել։ Մենք կարող ենք տեսնել, որ նա վերցրեց այն ամենը, ինչ Վանոն չկարողացավ պահպանել, եւ նա օգտագործեց դա ստեղծելու համար իշխանություն, որը գոյատևեց տասնամյակներ։ Բայց ամենակարևոր հարցը մնում է. ինչ գնով։ Ինչ գնով այդ մարդը ստացավ այդ ամենը, եւ արդյոք այդ գինը արժե հենց այն, ինչ նա ստացավ։ Մենք գիտենք, որ այդ գինը ներառում էր դավաճանությունը։ Մենք գիտենք, որ այդ գինը ներառում էր լռությունը այն պահին, երբ խոսելը կարող էր փրկել կյանք։ Մենք գիտենք, որ այդ գինը ներառում էր համաձայնությունը մի համակարգի հետ, որը կառուցված էր վախի եւ ճնշման վրա։ Եվ մենք գիտենք, որ այդ գինը ներառում էր Վանո Սիրադեղյանի կյանքի ավարտը։ Այժմ, երբ մենք նայում ենք Հայաստանի իշխանական համակարգին, մենք կարող ենք տեսնել այդ մարդու հետքերը ամենուր։ Մենք կարող ենք տեսնել, թե ինչպես նրա որոշումները ձևավորեցին երկրի ճակատագիրը, ինչպես նրա ընտրությունները ազդեցին հազարավոր կյանքերի վրա,
ինչպես նրա իշխանությունը դարձավ այն սյուները, որի շուրջը կառուցվեց նոր իրականություն։ Եվ մենք կարող ենք հարցնել. արդյոք այս ամենը կարող էր լինել այլ կերպ, եթե Վանոն կմնար կենդանի։ Արդյոք Հայաստանը կունենար այլ ուղղություն, եթե այդ գիշերը, երբ Վանոյի երկրային ճանապարհը ավարտվեց, ինչ-որ մեկը համարձակվեր խոսել, համարձակվեր ասել ճշմարտությունը, համարձակվեր կանգնել համակարգի դեմ։ Վանո Սիրադեղյանի ընտանիքը հեռացավ հրապարակային կյանքից անմիջապես նրա մեկնելուց հետո։ Նրա կինը, որը մինչ այդ երբեք չէր խոսել լրատվամիջոցների հետ, պահպանեց լռություն մինչև իր կյանքի վերջը։ Նրա երեխաները, որոնք աճեցին առանց հոր, երբեք չփորձեցին վերականգնել նրա հիշողությունը հրապարակայնորեն։ Նրանք ընտրեցին ապրել հանգիստ կյանք, հեռու քաղաքականությունից, հեռու այն սպառնալիքներից, որոնք մի օր վերցրին նրանց հայրիկին։ Եվ ով կարող է մեղադրել նրանց այդ ընտրության համար։ Ով կարող է ասել, որ նրանք պետք է պայքարեին այն համակարգի դեմ, որը ցույց տվեց, որ կարող է ոչնչացնել ամեն մեկին, ով համարձակվում է մարտահրավեր նետել դրան։ Նրանք, ովքեր դավաճանեցին Վանոյին, շարունակեցին իրենց կարիերաները։ Ոմանք բարձրացան դեպի ավելի բարձր պաշտոններ, ոմանք հեռացան քաղաքականությունից, վերցնելով իրենց հետ այն ամենը, ինչ հավաքել էին։ Ոմանք, ովքեր ապրում էին հաշտ քնով, գուցե նույնիսկ մոռացան, թե ինչ էին արել։ Ոմանք, ովքեր չէին կարողանում մոռանալ, փորձեցին արդարացնել իրենց արարքները, ասելով, որ նրանք չունեին այլ ընտրություն, որ համակարգը ստիպեց նրանց, որ եթե նրանք չարեին այն, ինչ արեցին, ուրիշ ինչ-որ մեկը կաներ։ Բայց այս արդարացումները երբեք չփրկեցին նրանց այն գիշերներից, երբ նրանք արթնանում էին տեսնելով Վանոյի դեմքը, լսելով նրա վերջին խոսքերը, հիշելով այն պահը, երբ նրանք ընտրեցին իրենց անվտանգությունը մեկ ուրիշի կյանքի դիմաց։ Իսկ Հայաստանը շարունակեց իր ճանապարհը։ Երկիրը, որը Վանոն փորձեց փոխել, որը նա փորձեց պաշտպանել, որը նա փորձեց հասցնել դեպի այլ ապագա, շարունակեց իր փոփոխությունները։ Եկան նոր ղեկավարներ, եկան նոր համակարգեր, եկան նոր խոստումներ։ Բայց հիմքում մի բան մնաց նույնը՝ վախը։ Վախը, որը Վանոն տեսավ եւ որի մասին նա զգուշացրեց, վախը, որը դարձավ այն անտեսանելի շղթան, որը պահում է ամեն մարդուն իր տեղում։ Վախը խոսելուց, վախը մարտահրավեր նետելուց, վախը հարցնելուց՝ ինչու, ով։ 20 տարի անց, երբ նոր սերունդը սովորում է Հայաստանի պատմության մասին, Վանո Սիրադեղյանի անունը հազվադեպ է հիշատակվում։ Եթե նրա մասին խոսվում է, ապա հաճախ որպես աղոթստվեր, որպես մարդ, ով եղավ մի դարաշրջանի մասը, բայց ով չկարողացավ փոխել դրա ուղղությունը։ Բայց նրանք, ովքեր իսկապես հասկանում են այն, ինչ տեղի ունեցավ, գիտեն, որ Վանոն եղավ ավելին, քան պարզապես ևս մի քաղաքական գործիչ։ Նա եղավ խորհրդանիշ այն մարդու, ով փորձեց մնալ անկեղծ այն համակարգում, որտեղ անկեղծությունը համարվում էր թուլություն։ Նա եղավ նախազգուշացում այն մասին, որ իշխանությունը կորցնում է նրանց, ովքեր չեն պատրաստ զոհաբերել ամեն ինչ դրա համար։ Նա եղավ մարգարե, որը տեսավ Հայաստանի ապագան եւ փորձեց զգուշացնել, բայց ում խոսքերը չլսեցին, մինչև չեղավ ուշ։ Բայց ամենակարևոր հարցը, որը մնում է մեզ հետ, սա է. ով իսկապես կանգնած էր այդ ամենի հետևում։ Ով եղավ այն անձը կամ այն խումբը, որը պլանավորեց, որը համակարգեց, որը գործադրեց այն ամենը, ինչ տեղի ունեցավ։ Արդյոք դա եղավ մեկ մարդ, թե մի համակարգ, որն անձնավորված էր բազմաթիվ դեմքերում։ Պատասխանը թաղված է արխիվներում, որոնք մնում են փակ։ Նա թաղված է հիշողություններում, որոնք երբեք չեն արտահայտվի բարձրաձայն։ Եվ արդյոք մենք, ովքեր այժմ ապրում ենք այսօր, կարող ենք իրականում իմանալ ճշմարտությունը։ Թե մենք դատապարտված ենք միշտ մնալ մութի մեջ, հարցնելով այն հարցերը, որոնց պատասխանները թաքնված են այն մարդկանց մոտ, ովքեր երբեք չեն ուզի խոսել։